Հուզական աջակցության թեժգից, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Հուզական աջակցության թեժգծի միջոցով մեր քաղաքացիները կարող են անվճար ու գաղտնի հոգեբանական եւ հոգեհուզական աջակցություն ստանալ։ Շահառուները շատ տարբեր մարտահրավերներով են մեզ դիմում, որպես այդպիսին դրանց ցանկում կարող են լինել հույզերը կառավարելու դժվարությունները, տագնապը, անորոշությունը, հուսահատության ու անելանելիության զգացողությունը, վերահսկողության կորստի զգացումը։ Ծրագիրը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի եւ հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն հասարակական կազմակերպության գործակցությամբ։ Հուզական աջակցության թեժգիծը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն հոգեհուզական մարտահրավերներ, ովքեր առնչվում են սթրեսային իրավիճակների հետ, ովքեր ունեն հոգեկան առողջության մարտահրավերներ, որոնց հասցեագրման համար կամ չունեն համապատասխան միջոցները, կամ չունեն այն ժամանակային հասանելիությունը, որը իրենց անհրաժեշտ է։ Ծրագիրը բաց է եւ հասանելի բոլորի համար։ Ու պետք է մենք հիշենք ուղղակի հասկանանք այն, որ համաձայն օրինակ ԱՀԿ-ի, ստատիստիկայի մենք գիտենք, որ աշխարհում մոտավորապես 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության մարտահրավեր կամ ունենալու է հոգեկան առողջության մարտահրավեր։ Մենք գիտենք, որ համապատասխան այլ հետազոտությունների 10-ից առնվազն 3-ը կամ 4-ից 1-ը բախվելու է կամ բախվել է հոգեկան առողջության մարտահրավերների հետ։ Ինչն է կարևոր, որ մենք կարողանանք գիտակցել նախանշանները եւ արդեն դիմենք աջակցության, երբ որ ունենք այդ աջակցության կարիքը։ Թեժգիծը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ 9-ից 18:00-ն։ Թեժգծի աշխատանքում մեր մոտեցումը հիմնված է միջազգայինորեն ճանաչված գիտահեն եւ ապացուցողական մեթոդաբանության վրա։ Մենք կիրառում ենք մոտեցումներ, որոնք կիրառվում են եւ ընդունված են մի շարք առաջատար երկրներում։ Դա մոդելներն են թեկուզ հենց այդ հուզական աջակցության ժամանակ հոգեվիճակի գնահատման ձևաչափերն են։ 5 ամսում քաղաքացիներից թեժգծով բազմաբնույթ հարցումներ են ստացվել։ Թվում նաև հարցումներ, որոնք ցավոք վերաբերվել են ինքնավնասմանը եւ ինքնասպանության մտքերին եւ փորձերին։ Բարեբախտաբար մեր մասնագետները վերապատրաստված են նաև նման դեպքերի հետ աշխատելու համար եւ հաջողությամբ տրամադրվել են այնպիսի ծառայություններ, որոնք հնարավոր են դարձել շահառուների համար նվազեցնել ռիսկերը եւ ինքնախնամքի այնպիսի գործիքների տիրապետել, որոնք իրենց կօգնեն հաղթահարել ընթացիկ մարտահրավերները։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին ուղղորդում են նաև համապատասխան մասնագետի մոտ աջակցությունը լիարժեք դարձնելու համար։ Ծրագիրը մեզ համար կարևոր եւ առանցքային դեր է կատարում, եթե մենք նայում ենք համայնքի շահից եւ տեսանկյունից։ Ինչու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ համայնքում առկա են բազում մարտահրավերներ, ու շատ ժամանակ այդ մարտահրավերները կարող են լինել հոգեկան առողջության ոլորտի հուզական, հոգեհուզական մարտահրավերներ։ Մենք գիտենք, որ մեր համայնքում ապրում են անձիկ, ովքեր որ ունեն հաշմանդամություն, կամ անձիկ, ովքեր որ ունեն հոգեկան առողջության ախտորոշում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս հոգեբանական աջակցություն ցուցաբերել նաև գենդերային խտրականության ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Կան մեծահասակների զանգեր, որոնք միայնակ են եւ ուղղակի խոսելու կարիք ունեն։ Անգամ այս դեպքում խոսում են իրանց ապրումների մասին, խոսում են իրանց լարվածության, հենց այդ նույն մենակության մասին, ու շատ շնորհակալ են լինում, թեկուզ այդ լսման մեթոդիկայի այդ մոտեցմամբ, որ իրականացվում է աջակցությունը, մենակ այն, որ իրանց լսել են։ Թեժգիծը սպասարկող մասնագետները վերապատրաստվել են, դասընթացները շարունակական կլինեն։ Նարեկ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։